Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան, YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր հուլիսի 5-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, ես պետք է ասեմ, որ այսօր մենք ունենք շատ կարևոր հարցեր քննարկելու, օրինակ, սահմանադրական դատարանի վերջնական որոշումը, որը կայացավ երեկոյան ժամը 6-ին։ Ինչ է դա նշանակում, ինչ հնարավոր հետևանքներ դա կունենա, ընդդիմադիր ուժերը արեցին առանձին միասին հայտարարություններ, ինչ է լինելու, ու ինչ է նշանակում այս սահմանադրական դատարանի վերջնական որոշումը։ Անպայման այսօր կխոսենք Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցելության մասին, ինչ պլաններ Եվրամիությունը ունի Հայաստանի հետ լուծելու համար այսօրվա շատ կարևոր արձիական հարցեր, խնդիրներ, դրա մասին էլ մենք անպայման այսօր կխոսենք։ Պարզ է այլ հարցերից էլ կխոսենք, օրինակ կխոսենք այն նամակի մասին շնորհավորական, որը ուղարկեց Նիկոլ Փաշինյանը եւ Միացյալ Նահանգների նախագահին Դոնալդ Տրամփին եւ Միացյալ Նահանգների փոխնախագահ պարոն Վենսին։ Դա կապված է նրա հետ, որ 3 հուլիսի 4-ին Միացյալ Նահանգները դարձան 250 տարվա պետություն։ 250 տարի առաջ ստեղծեցին Միացյալ Նահանգները։ Ուրեմն այսօր էլ ունենք կարևորագույն հարցեր քննարկելու։ Դուք գիտեք, որ մենք գրեթե ամենօրյա ռեժիմով ենք աշխատում Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի շրջանակներում, ուղղակի վերջի 2 օրը ես ձեզ հետ չեմ հանդիպել, պատճառը նա է, որ Դիլիջանում անցեկացվել մի կարևոր միջոցառում, ինձ հրավիրեցին, այդ միջոցառումը մասնակցել են Հայաստանի հայտնի հասարակական գործիչները, փորձագետները, ու մենք քննարկում էինք ինչ է մեզ սպասում, ինչ պետք է արվի մոտ ժամանակներս հետ ընտրական փուլում, որ Հայաստանը իրոք շարունակի գնալ դեպի ժողովրդավարություն, իրոք իրականացնի այն լուրջ ծրագրերը, որոնք կան Հայաստանում, բայց որոնք անպայման պետք է իրականացվեն, որ մենք զարգանանք դեպի ժողովրդավարություն, դեպի գնանք եվրոինտեգրացիա, իրականացնենք կարևորագույն ծրագրեր, օրինակ Դոնալդ Տրամփ ուղու ծրագիրը։ Հիմա միջև սկսելը մեր այսօրվա աշխատանքի, խնդրում եմ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, դա էֆեկտիվ աշխատացնում է մեր YouTube-յան ալիքը։ Նիկոլ Փաշինյանի հետ կապված եկավ կարևոր ինֆորմացիա 2 թե 3 օր առաջ, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Ռուսաստանում Եկատերինբուրգ քաղաքում Ինոպրոմ ցուցահանդեսին։ Նաև այնտեղ ինքը մի սեսիայում, մի պանելում ելույթ կունենա։ Այդ պանելում նաև պլանավորվում է, որ ելույթ կունենա նաև Ռուսաստանի վարչապետ պարոն Միշուստինը։ Այս ձևի ինֆորմացիա եկավ, ինչը ինձ չզարմացրեց, քանի որ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը ունեցավ հեռախոսազրույց պարոն Միշուստինի հետ, միգուցե նույնիսկ պարոն Միշուստինը այդ հեռախոսազրույցի ժամանակ հրավիրեց Նիկոլ Փաշինյանին Եկատերինբուրգ։ Ամսի 6-ից 9 այդ միջոցառումը կանցկացնի Եկատերինբուրգում, հուլիսի 6-ից 5-ը։ Ուրեմն, եթե Նիկոլ Փաշինյանը իրոք ընդունեց այդ հրավերը ու իրոք այս ձևի միջոցառում պետք է լինի, ինքը վաղվանից պետք է մեկնի Եկատերինբուրգ։ Մեր կառավարությունից դեռ ինֆորմացիա մենք չենք ստացել։ Քանի որ մի օր անց այս հաղորդագրությունից մենք ստացանք ինֆորմացիա, որ Նիկոլ Փաշինյանը կարծես թե չի ունենալու ելույթ այդ պանելում, այդ սեսիայում։
Չգիտեմ, նայենք այդ ինֆորմացիա գալիս էր այդ տեղեկատվությունը գալիս էր ռուսական կողմից նայենք հայկական կողմը ինչ է ասելու բայց այս նախաձեռնությունը կարող է լինել ու դա տեղավորվում է այն քաղաքականության մեջ, որը վարվում է Նիկոլ Փաշինյանը։ Ինքը ասում է, ինքը պատրաստ է Ռուսաստանի հետ աշխատել, Ռուսաստանի մտահոգությունները կապված Հայաստանի դեպի եվրոինտեգրացիա գնալը ցրել, մտահոգությունները թուլացնել։ Նիկոլ Փաշինյանը երեք եղել է Տեհրանում, մասնակցել է Իրանի հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությանը, դուք գիտեք այդ արարողությունը կտևի 4 թե 5 օր, թաղումը կլինի հուլիսի 9-ին Մեշխեդ քաղաքում Ալի Խամենեի նախկին Իրանի հոգևոր առաջնորդի Նիկոլ Փաշինյանը այդ արարողությունների մասնակցեց հրաժեշտի կասկած ես չունեմ, որ դա ճիշտ քայլ է։ Իդեպ ասեմ ձեզ Ռուսաստանից նախկին նախագահ պարոն Մեդվեդևը այցելեց Տեհրան, Ռուսաստանից ինքն էր։ Կարևոր ինֆորմացիան նաև նա է, որ Ալեն Սիմոնյանը ինքը չի վերցնի ազգային ժողովի մանդատը, ինքը չի լինի պատգամավոր։ Դուք գիտեք քաղաքպայմանագրի կառավարող մարմինը խորհուրդը որոշում ընդունեց, որ Ռուբենյանը պետք է լինի ընտրվի ազգային ժողովի նախագահ այս նոր ընտրված ազգային ժողովում, այլ ոչ թե Ալեն Սիմոնյանը։ Ալեն Սիմոնյանը ասեց, որ ենթարկվում է կուսակցության որոշմանը, դա փակ գաղտնի քվեարկությունով է որոշվել։ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ Ալեն Սիմոնյանը պատգամավոր կլինի, մենք կշարունակենք համագործակցել, բայց ավելի ուշ Ալեն Սիմոնյանը ասեց, որ չի վերցնի մանդատը ու չի պլանավորում այս ազգային ժողովում նոր ընտրված աշխատել։ Ռուբեն Ռուբենյանը նաև զգուշացրեց, որ ընտրվելուց հետո ազգային ժողովի նախագահ ինքը այլևս չի լինի հայ-թուրքական հարցերով բանագնացը։ Դուք հիշում եք, ինքը Հայաստանի կողմից բանագնացներ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված այդ բանակցությունների։ Միացյալ Նահանգները իրոք անկախության 250 տարեդարձն են նշում ու մեր արտգործնախարարությունը ուղեց նամակ շնորհավորական առանձին Նիկոլ Փաշինյանը նամակներ ուղեց եւ Դոնալդ Տրամպին եւ պարոն Վենսին, պարզ է ամենահզոր աշխարհի երկիրն է, ուշադրություն դարձնել այս ձևի տոնական իրադարձություններին անպայման պետք է։ Ճիշտ արեց Նիկոլ Փաշինյանը, որ շնորհավորեց եւ Դոնալդ Տրամպին եւ պարոն Վենսին փոխնախագահին, որը հիշում եք այցելեց Հայաստան այս տարի, բայց Նիկոլ Փաշինյանի նամակում ուղղված Դոնալդ Տրամպին շատ կարևոր երկու մեսեջներ կային կապված Դոնալդ Տրամփ ուղու ծրագրի հետ, որ այդ կարևորագույն ծրագիր է Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև, նաև հատուկ նշեց Նիկոլ Փաշինյանը մեծ դերը Դոնալդ Տրամփի խաղաղություն հաստատելու հայ-ադրբեջանական հարաբերություններում ու նշեց մեծ դերը այն հայտնի խաղաղության խորհրդի մեջ Դոնալդ Տրամփի։ Հիշում եք, խաղաղության խորհուրդը ստեղծվեց Գազայի պատերազմի ավարտից հետո Գազայում ու այնտեղ Հայաստանը մտավ որպես հիմնադիր անդամ պետություն ու ստեղել դերը Դոնալդ Տրամփի մեծարեց Նիկոլ Փաշինյանը։ Ես պետք է ասեմ շատ կարևոր ինֆորմացիա կապված հայտարարությանը, որը արեց Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը։ Այս 250 տարեդարձի կապակցությամբ ինքը ասեց Ամերիկան 250 տարեկան է դառնում, բայց մենք տեսնում ենք, որ
շատ ու շատ եւ մատակարարողներ բենզինի Միացյալ Նահանգներում եւ վաճառողներ վարելիքի վաճառողներ շատերը արհեստականորեն բարձր պահում են գները վարելիքի հետ կապված նու խոսքը գնում է գազի, բենզինի, դիզելի մասին ու ֆինանսների նախարարը Միացյալ Նահանգների զգուշացրեց, որ իրանք պետք է պարտաճանաչ լինեն, ազնիվ լինեն ու ծախեն վարելիքը Միացյալ Նահանգներում էսել այս տոնական օրերին ոչ թե արհեստականորեն բարձր գներով։ Անչափ կարևոր հայտարարություն էր, բացատրեմ ինչու, կարծես թե շուկան պետք է կարգավորի գները ու կառավարությունը այդպես ակնհայտ չպետք է միջամտի, բայց հաշվի առնելով այն ճգնաժամը, որը նավթի հետ կապված կար աշխարհում, Հորմուզի նեղուցի փակման պատճառով, այլ պատճառներով աժիոտաժ ստեղծվեց այս դաշտում նաև Միացյալ Նահանգներում ու կառավարությունը զգուշացնում է, որ մոնիտորինգ է անցկացնում ու պարզ է առանց հետևանքների չի մնա այդ արհեստական պահպանված բարձր գները առանձին ընկերությունների կողմից, ովքեր կամ վաճառքով են զբաղվում վարելիքի կամ մատակարարում են վարելիքը։ Դա կարևոր է։ Ես ինչի այդ օրինակը բերեցի, քանի որ զարմանալի բաներ մենք տեսնում ենք Հայաստանում։ Ցավով պետք է ասեմ, որ Ռուսաստանը փակեց իր շուկան, մենք քննադատում ենք Ռուսաստանը, ճիշտ ենք անում, Պուտինյան Ռուսաստանի մասին է խոսքը, այդ պատժամիջոցները մցված մեր դեմ ուղված քաղաքական բնույթ էր կրում, բայց ինձ հետաքրքիր է ոնց է մենք նաև պահում ներսում Հայաստանի։ Օրինակ ջերմուկը միլիոնավոր շշեր հիմա չեն մտնում ռուսական շուկա, չեն ծախվում, կամ ելակը, կամ չգիտեմ բալը, կամ ծիրանը, դա ինչ է նշանակում ավտոմատ, որ մեր շուկայում պետք է ավելցուկ լինի ու գները ինչ որ չափով պետք է իջնեն, կամ գոնե մնան նույն մակարդակում, բայց չգիտես ինչու գները թռան, բոլոր այդ իմ թվարկած ապրանքների վրա, ինչի է դա կապված։ Ու կառավարությունը Հայաստանի պարտավոր է արձագանքել։ Դες մենք բոլորս ուզում ենք որ մեր արտադրողը այս ծանր վիճակից դուրս գա, մենք բոլորս բարձրացնում ենք հարցեր, նաև մենք փորձագետներս եվրոպացիների արչև, այլ պետությունների արչև, որ առնեն ապրանքը մեր արտադրողի ու չգիտես ինչու մեր արտադրողը ներսում բարձրացնում է գները շուկայում այս ապրանքների վրա, միջդեռ ակնհայտ է ավելցուկը հիմա մեծ է։ Ստեղ ունի անելիք հենց կառավարությունը։ Ավելին ասեմ, ես գիտեմ օրինակներ, որ Եվրոմիությունը այս վերջի օրերին կարողացավ աջակցել, որ մի շարք երկրներ եվրոպական մտնի մեր ապրանքը, օրինակ մեր ծիրանը, այլ մեր գյուղատնտեսական ապրանքներ ու ահավոր մեծ գներով շանս որ այնտեղ շուկայում մրցունակ կլինեն գրեթե 0 է ուրեմն ստեղել մտածելու բան կա եթե կառավարությունը պնդում է որ առանց Եվրոմիության էլ առանձին աջակցում է արտադրողին արտահանելու իր ապրանքը ուրեմն ինչու այդ կամ բարձր գնով ուզում եք ծախել ու չի ծախվի այդ ապրանքը Եվրոպայում ստեղ շատ բաներ կան կարգավորելու ճշտելու կոչ եմ անում մեր պատկան մարմիններին այդ հարցերով զբաղվել այս փուլը հենց այս ձևի փուլ է որ ամեն մի մանրուք ամեն մի այս ձևի հարց անչափ կարևոր է հիմա մի քանի խոսք Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցելության մասին Հայաստան, հիշում եք մենք մանրամասն 3 օր առաջ խոսեցինք իր այցելության մասին Բաքու։ Բայց Հայաստանում էլ շատ լուրջ քայլեր արվեցին Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից, Եվրոմիության հանձնաժողովի նախագահի կողմից, մենք դա գնահատում ենք, օրինակ
արտահանման գործակալություն կամ մի մարմին պետք է ստեղծվի Հայաստանում, որ այդ արտահանման հարցերով պետք է զբաղվի, Ուրսուլա ֆոն դեր Լայենը ասաց, որ այն 52 միլիոն եվրոից, որը իրանք տալիս են, 18 միլիոնը նրան պետք է նվիրված լինի։ Իրոք, այս ձևի ճգնաժամերի ժամանակ պետք է առանձնահատուկ քայլեր անես։ Օրինակ, ստեղծես առանձին մարմին, որը կարգավորի գոնե այս փուլում այս ձևի հարցեր, փորձել գտնել նոր շուկաներ եւ արտահանումը բազմացնել, դիվերսիֆիկացնել։ Նաև գազի հարցով, երբ որ Ուրսուլա ֆոն դեր Լայենին հարցեր տվեցին, հիմա եթե Ռուսաստանը գազը փակի մեզ համար, ուղղակի նույնիսկ գին չբարձրացնի, գազը փակի չտա, ինչ անենք, ինքը ասեց, այս մասնագետներն էլ գալիս են Հայաստան օպերատիվ աջակցություն տալու, քանի որ Եվրոմիությունը ունի փորձ լուծելու այս ձևի հարցեր, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը նախկինում առնչվել են այս ձևի հարցերի հետ, ինքը Եվրոմիության առանձին պետությունները ունեցել են այս ձևի խնդիրներ, ուրեմն այդ փորձը մենք ձեզ կփոխանակենք ու ավելին Ուրսուլա ֆոն դեր Լայենը ասեց, քանի որ Ռուսաստանը ճնշում է ձեզ վրա, տնտեսական ճնշում, ակնհայտ ճնշում, պարզե մենք ձեզ հետ ենք, մենք կաջակցենք։ Ու այս աջակցության փուլը մենք պետք է սովորենք ու էֆեկտիվ դա օգտագործենք։ Հիմա շատ կարևոր է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը բարձրացրեց նաև հարց ապաշրջափակման հետ կապված, էներգետիկայի ոլորտի հետ կապված եւ թվայնացման ոլորտերի հետ կապված։ Այդ երեք ոլորտների հետ կապված ինքը ասեց, մենք 200 միլիոնանոց ծրագիր եւ 2 միլիարդ գումար ուզում ենք հավաքել, այս ծրագրերը իրականացնելու ինքը դրա մասին խոսեց նաև Բաքվում, բայց այդ ծրագրերը համատեղ հայ-ադրբեջանը եվրոպական համագործակցության համար են։ Օրինակ, մալուխը էլեկտրական, որը այս ինտերնետային կապը ապահովի տարածաշրջանի երկրների միջև ու դուրս կբերի դեպի Եվրոպա, այդ համատեղ ծրագիր է, որի համար Եվրոպան տալիս է 200 միլիոն եվրո եւ ավելի մեծ կոնտեքստով ապաշրջափակման եւ էներգետիկ ոլորտի հետ կապված, որի համար իրենք պլանավորում են Բաքվում անցկացնել ինվեստիցիոն ներդրումային կոնֆերանս ու հավաքել 2 միլիարդ դոլար։ Ստեղ համատեղ է Ադրբեջան, Հայաստան, Եվրոմիություն։ Միանշանակ այդ բոլոր ծրագրերը լավն են, բայց պարզե պետք է մենք էլ ջանքեր գործադրենք մեր կողմից, որ իրականացում նաև գնա, իրականացվեն այդ բոլոր ծրագրերը։ Ես պետք է ասեմ, որ շատ կարևոր հարց տվեցին մեր լրագրողները, նաև այդվում Նարեկ Կիրակոսյանը, հիշում եք, երբ որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո դուրս եկան լրագրողների առջև պրես-կոնֆերանս տվեցին, կարճ խոսացին ու հետո մի քանի հարցերի պատասխանեցին։ Մեր լրագրողները մի քանի կարևոր հարցեր տվեցին Ուրսուլա ֆոն դեր Լայենին, նաև այդում գազի հարցով, ուստեղ ինքը փակագծերը բացեց, որ առանձին գազի հարցերով էներգետիկ ոլորտի փորձագետները հիմա գալիս են Հայաստան, որ այս ոլորտում դիվերսիֆիկացիայի հետ կապված աջակցություն տան։ Նիկոլ Փաշինյանին հարցը ուղղված էր շատ կարևոր, ինչի հետ կապված, քանի որ նույնիսկ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ կապված Նիկոլ Փաշինյանը երկար բանակցությունների ժամանակ խոսում է նրա հետ, որ Ռուսաստանի հետ մենք ուզում ենք լեզու գտնել, չգիտեմ, հարցերը լուծել եւ այլ, ու իրեն հարց տվեցին. կարող է դուք կրկնեք այն, ինչ արեց Սերժ Սարգսյանը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, երբ որ Հայաստանը նախաստորագրեց ասոցիատիվ պայմանագիրը Եվրոմիության հետ, այդ ազատ առևտրի պայմանագիրն է, ու վերջում չստորագրեց։ Նախաստորագրում եղել է,
բայց վերջում չստորագրեց ու գնաց դեպի Եվրասիական միություն, ինչու առաջացավ մեր լրագրողների մոտ այդ հարցը, քանի որ Նիկոլ Փաշինյանը երկար բարակ խոսում է միշտ, որ Ռուսաստանի հետ էլ ուզում է բալանսավորել քաղաքականությունը։ Բայց ես գոհ եմ պատասխանից, Նիկոլ Փաշինյանը ինքը ասում է բացառվում է։ Որոշումը գնալ դեպի Եվրոմիություն վերջնական է, ուրիշ բան է։ Երբ մենք պատրաստ կլինենք եվրոինտեգրացիայի եւ պատրաստ կլինենք, որ ստանդարտներին մենք համապատասխան լինենք, նույն ապրանքների արտադրող Հայաստանում եվրոպական ստանդարտներին, պատրաստ կլինի Եվրոպան թե ոչ ընդունել, բայց ինքը Նիկոլ Փաշինյանը խոստում տվեց, որ այս ձևի բան չի կրկնվի ու Հայաստանը չի շեղվի եվրոինտեգրացիայի ճանապարհից։ Հատուկ ուզում եմ դա նշել, քանի որ այդ հարցը տրվեց Նիկոլ Փաշինյանին։ Հիմա անցնում եմ այսօրվա գլխավոր հարցին։ Ազգային ժողովի ընտրությունները անցան հունիսի 7-ին, 7 կուսակցություններ ընդդիմադիր բողոք ներկայացրեցին սահմանադրական դատարան։ Գլխավոր պահանջը չեղյալ համարել այս ընտրությունները, չեղարկել։ Կային այնտեղ նաև պահանջներ վերակվարկել 3 տեղամասերում, որտեղ որ չեղյալ համարվեցին ընտրությունները վերակվարկել, բայց ընդհանուր պահանջը դա էր։ Ու սահմանադրական դատարանը 3 ժամը 6-ին երեկոյան, 5 պակաս 6-ին հանդես եկավ հայտարարությամբ, որ սահմանադրական դատարանը մերժում է ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը այս 7 ուժերի։ Ու ուժի մեջ է մնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որը կայացել է, հիշում եք, հունիսի 14-ին, ու այդ որոշումը վերջնական է ու բողոքարկման ենթակա չէ։ Պարզ է, այս կարճ տեքստը կարդացին, սահմանադրական դատարանի նախագահան կարդաց, պարզ է որոշումը գլխավոր, պարզ է բացատրության մաս կա այդ տեքստի, այդ առանձին հետո կանրադառնանք, բայց Վահագն Հովակիմյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահան, իր Facebook-ում ուղղակի 1.5 ժամ հետո այս հայտարարությունից սահմանադրական դատարանի ասեց, որ ազգային ժողովը ֆիքսված է։ Ազգային ժողովում, Հայաստանի ազգային ժողովում, որը ընտրված էր հունիսի 7-ին, կլինեն 3 ֆրակցիաներ, 3 խմբակցություններ, քաղ պայմանագիր, 64 դեպուտատ կունենա պատգամավոր ուժեղ Հայաստան, դաշինքը կունենա 29 պատգամավոր եւ Հայաստան դաշինքը կունենա 12 պատգամավոր։ Ընդհանուր թիվը 105 պատգամավորներից բաղկացած ազգային ժողով մեկ անգամ կունենալ ու այդտեղ շատ կարևոր է մի հատ էլ ֆիքսել, որ սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց այս որոշումը, որը կայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամսի հունիսի 14-ին։ Պարզ է, մենք բոլորս սպասում էինք այս ձևի արդյունք, քանի որ իրոք ընտրությունները անցան թափանցիկ, մրցակցային, բավական թեժ պայքար էր գնում, բայց այնուամենայնիվ տեխնիկապես այդ ընտրությունները նաև տեխնիկապես անցան մաքուր, դիտորդների արձագանքը դուք գիտեք, նաև միջազգային դիտորդների բավական դրական։ Ուրեմն անսպասելի չէր, ուղիղ հակառակը սպասելի էր, որ սահմանադրական դատարանը լեգիտիմություն է ընտրություններ կճանաչի ու այս արդյունքները կճանաչի։ Ինձ համար մենակ մեկ հարց կալ, այն 3 տեղամասերի անվավեր եղած պատմությունը։ Այն 3 տեղամասեր, որտեղ որ անվավեր ճանաչվեցին ընտրությունները ու իմ կարծիքով ճիշտ արվեցին, որ անվավեր ճանաչվեցին, վերակվարկում կլինի թե ոչ, ինչքան հասկանում եմ, օրենքը պահանջում է վերակվարկում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այլ ձևով է մեկնաբանում օրենքը ու ասում է, քանի որ չի ազդում, ուրեմն պետք է չի վերակվարկել։ Ես պատմում եմ, որ ստեղ կա խնդիր, խնդրեմ, բայց դա
չի նսեմացնում արդյունքները ընտրությունների, լեգիտիմ են ընտրությունները, նոր կառավարությունը, նոր ազգային ժողովը ու այդ ազգային ժողովի կողմից ձևավորված կառավարությունը կունենան լիարժեք լեգիտիմություն։ Հիմա պարզ է, որ ընդդիմադիրները, տարբեր ընդդիմադիրները հանդես եկան հայտարարություններով, օրինակ 5 ընդդիմադիր ուժեր, դա Ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, Բևեր, այդ 5 ուժերը համատեղ հայտարարությամբ հանդես եկան, ասեցին, որ իրանք մի ընդհանուր օրակարգի շուրջ համախմբվում են, կպայքարեն, որ սահմանադրությունը չփոխվի, կպայքարեն, որ հայ առաքելական եկեղեցին պաշտպանվի, կպայքարեն, որ քաղաքական պատճառներով ձերբակալված մարդիկ, քաղ բանդարկյալները ազատ արձակվեն ու կպայքարեն հեռացնել այս գործող իշխանություններին, հեռացում գլխավոր իրանց այդ կարգախոսն է, իրենք համարում են, որ լեգիտիմությունը կասկածի տակ է այս ընտրությունների ու նոր ձևավորվող կառավարության մոտ կլինի խնդիրներ, դոկ կուսակցության ներկայացուցիչը նաև հանդես եկավ, հայակվեն այդ հասարակական գործունեությամբ զբաղվող մի խումբ կամ մարդկանց, ովքեր նաև խստագույնս քննադատեցին, Բարգավաճ Հայաստանը առանձին նաև հայտարարություն արեց, իրենց ներկայացուցիչները կապված այն 3 տեղամասերի, որտեղ վերակվեարկություն չկատարվեց ու դրա պատճառով նաև իրանք չհայտնվեցին ազգային ժողովում, քննադատեցին, պարզ է, ընդդիմությունը պետք է քննադատի այս որոշումը, Սահմանադրական դատարանի ընդդիմությունը մի շարք դիտողություններ կամ բողոքներ, որը ներկայացրեց, այդ իրենց կողմից մոգոնած են, ակնհայտ է, այս ձևի խնդիր չուներ այս ընտրական process-ը, բայց նայենք ինչ է անելու ընդդիմությունը, կվերցնեն մանդատներ, թե չեն վերցնի, իմ կարծիքով հանգիստ այդ 2 ընդդիմադիր ֆրակցիաները կվերցնեն մանդատները, կլեգիտիմացնեն այս ընտրությունները, բայց նայենք ոնց է լինելու, միգուցե նաև կսպասեն Վլադիմիր Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքապայմանագրի հաղթանակի կապակցությամբ կշնորհավորի թե ոչ, քանի որ դու գիտեք, Սահմանադրական դատարանի որոշումից հետո վերջնականորեն ավարտվեց ընտրական այդ process-ը, Սահմանադրական դատարանի որոշումով ու կոպիտ ասած չշնորհավորել Հայաստանը ոչ մի առիթ չկա, նայենք կշնորհավորի Պուտինը թե ոչ, կարողանա ընդդիմությունը անցկացնել հանրահավաքներ բողոքի թե ոչ, շատ կասկածում եմ, քանի որ պատճառ բողոք մեծ բարձրացնել չկա, միշտ էլ կան հարցեր, խնդիրներ, օրինակ շատ ու շատ մարդկանց ում ձերբակալեցին, կալանավորեցին 2 ամսով, չգիտեմ, շատ ու շատ մարդիկ կան կոռուպցիոն գործերով, գործեր հիմա սկսվեցին, շատ ու շատ ստեղ կարող են լինել հարցեր, ոչ մի բան պետք չի բացառել առանձին դեպքերում, բայց ընդհանուր process ընտրական իրոք անցավ նորմալ, համապատասխան ժողովրդավարությանը նորմերի, դա է պատճառը, որ ես չեմ կանխատեսում ինչ որ մեծ բողոքի ալիքներ, արհեստական բողոքի ալիք բարձրացնել դժվար է, ընդդիմությունը իմ կարծիքով կվերջնի ի վերջո մանդատները, կգնան սուսպուս խելոք կաշխատեն ազգային ժողովում ու մենք կունենանք ազգային ժողով, որը ունեցել ենք այս տիպի վերջի ազգային ժողով, ռուսամետ ուժերը խիստ կքննադատեն Նիկոլ Փաշինյանին, ինքը կոշտ կպատասխանի ու իր թիմակիցները նույնատիպ ինչ որ պատկեր մենք կունենանք, ցավով պետք է ասեմ, բայց լեգիտիմությունը կունենա այս ազգային ժողովը։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։